Փոփոխություն է նախատեսվում պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում։ Նախագծի համաձայն զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով սահմանվում են բանակի, գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով արևմտյան պետությունների, նաեւ արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ներառում է գլխավոր շտաբի եւ բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունն ու ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Փոփոխությունները առաջինից երկրորդի մասով վերաբերվում են առաջին մասը խստացումներին, եթե նախնական նախագծով պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցով կամ 3-ից ավել բառնորդով ուղեկցելը նախատեսում էր առաջին դեպքում 500,000 դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում 1 միլիոն դրամ, ապա ավելացվել է, որ մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ նման իրավախախտում կատարելը հանգեցնելու է լիցենզիայի զրկման։ Նախագծով նաև առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն, անկախ գործատուի փոփոխությունից։ Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել մեկ մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ։ Մասնավոր պահնորդական կազմակերպություններից ստացված առաջարկների հիման վրա մենք կատարել ենք դրամշակումներ, մասնավորապես սահմանել ենք նոր տեսակի հատուկ միջոցներ, մասնավորապես զրահապաճկով, սահավարտ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ, որոնք նախկինում չկային, բայց դրանք կիրառելի են եւ բավականին զսպող եւ միևնույն ժամանակ անվտանգ են իրենց տեսակով, ինչպես նաեւ մեծ մտահոգություն էր առաջացել ապահովագրության սխալի հետ կապված, պահնորդական գործունեության սխալի հետ կապված ապահովագրության պարտադիր ուրեմն նորմը, այս առումով նշել, որ այս հարաբերությունները թողնվել են կառավարության որոշման տիրույթին։ Ըստ նոր նախագծի լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ ներկայիս մեկի փոխարեն։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնություններին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։